Ես հատուկ գալիս էի, որ ձեզ տեսնեի հարցը։ Շատ լավ, անհապեան, որպես մարդու իրավունքների նախկին պաշտպան, դուք ինչպես եք գնահատում վարչապետ Փաշինյանի հետևանքությունից, Փաշինյանը խաղաղությունից է խոսում, իր վերած հաջողություններից, սոցիալական ոլորտում բարեփոխումների, թոշակի բարձրացումից եւ վերջին օրերին կտրուկ փոխվել է վարչապետի հետևանքությունը եւ նրան մոտեցող արցախցիների նկատմամբ դուք հավանաբար լսել եք ինչ բառապաշարով է խոսում եւ նաեւ իր դիմադիր մրցակիցների մասին, իհարկե ցանկի մեջ դուք չկաք, բայց օրինակ դուք սա ինչպես է գնահատում հաշվի առնելով, որ վարչապետի մի թիմը խոսում են հիբրիդային պատերազմից եւ ասում են, որ իրեն ժամանակ Հայաստան ավելի մոտ է Եվրոպային, քան երբևէ։ Երանություն թեկված ուժի այս բառապաշարի մասին որպես մարդու իրավունքներ։ Տեսեք, նախ ակնհայտ է, որ նա այսպես նրանք ցույց են տալիս իրենց էությունը, որ իրականում ատելությունը որտեղից է գեներացվում, տեսեք, սարսափելի մեծ ատելություն։ Հետո ցույց են տալիս քաղաքացու նկատմամբ վերաբերմունքը։ Մենք կարողանում ենք հասկանալ, թե ինչ վերաբերմունք ունենք նրանք քաղաքացու նկատմամբ։ Քաղաքացին նրանց համար ոչ թե ուղղակի քաղաքացի է, որին պետք է հոգ տանել, պաշտպանել, լավ կյանքի պայմաններ ստեղծել եւ այլն, այլ գործիք։ Այսինքն մարդ, ում միջոցով նրանք իշխանություն են պահում, այսպես։ Եվ դրա համար այս ատելությունը նաև դրան է ուղղված։ Տեսեք, այստեղ առաջինը ամենակարևորը, մենք սա տեսնելով պետքա էլ ավելի այն մտքով տարվենք կամ մոտիվացիան, որ անպայման գնանք, մեր քաղաքացիները գնան ընտրության հանգարտ չվախենան եւ մենք ինքներս պետքա լուծենք այս հարցը, որ այլևս երբեք նման պաշտոնյաներ մենք չունենանք։ Սրտիկների, պաչիկների շղարշի ներքո, պերաշկի ուտելով, բայց այդ իրանց խաղաղության ու շակերտներում եմ ասում, խաղաղության ու ժողովրդավարության լոզունգների շղարշի ներքո ամբողջը հակաժողովրդավարական քայլեր են, բռնապետական քայլեր են։ Տեսեք, մենք դրա համար եմ ասում, որ պետք է բոլորով պատասխանենք։ Դա ատելության խոսք։ Իհարկե, միանշանակ ատելություն։ Դա շատ, իհարկե, դա անթույլատրելի ատելության խոսք է, դատապարտելի եւ տեսեք ինչ է լինում։ Այս խոսքը այդ ատելության խոսքը, երբ օրինակ կառավարության ղեկավարն է նման բառը չէ օգտագործում, ինքը նշվում է ներքև, տարածվում է բոլորի նկատմամբ, հետո սկսում են բոլորի ամեն մեկի կողմնակիցները իրար այդ լեզվով ասել։ Կա անթույլատրելի նաև ատելության բառապաշար մյուս կողմերից, բայց պատասխանատուն մթնոլորտի ու երկրում տիրող իրավիճակի համար իշխանությունն է։ Սա շատ կարևոր է, դրա համար մենք պետքա գիտեք, նաև դուք Եվրամիության հետ կապված ասեցիք Եվրոպա, չէ՞։ Նախ այս իշխանությունը մենք շատ լավ տեսնում ենք, որ այսօր նրանց պահվածքը, նրանք եվրոպական արժեքների հետ, Գայանե ջան, դա ոչ մի կապ չունի, սա եվրոպական արժեքները նման բաները շղթում են։ Այստեղից մենք հասկանում ենք, որ այս իշխանությունը իրական կապ չունի Եվրոպայի հետ, որ ամեն ինչը կենտրոնացված է մեկ անձի ձեռքում, այո, կեղծ է, շղարշ է, ամեն ինչը կենտրոնացված է մեկ անձի ձեռքում, անձն իշխանություն, կուսակցապետություն։ Այնպես է արել, որ բոլորը ծառայեն մեկ անձի եւ մեկ կուսակցության։ Եվրոպան այս արժեքները չի ընդունում եւ այս արժեքները իրականում հենց հայաստանյան արժեքներ են մեր, որը իսկ նրա տարածածը ադրբեջանական արժեքներ են։ Այսինքն ադրբեջանական քաղաքականության գործարկելու փորձ Հայաստանում, որովհետեւ նա այսպես ձգտում է ցույց տալ, որ ես Եվրոպա եմ, ժողովրդավարության պաշտպանն եմ, բայց իրականում տեսնում ենք կապ չունի ժողովրդավարության հետ, սա շատ ակնհայտ է։ Այսինքն ավելի շատ Ալիևյան։ Իհարկե, եւ Ալիևյան, ես կարծում եմ Ալիևյան բռնապետության այդ բարքերը, այսինքն այդ երկրում տիրող, իմպլեմենտացնում են, կիրառում են Հայաստանում եւ տեսնում ենք ինքը շատ լավ է դրանից զգում։ Այսա մեր ժողովուրդը պետք է այս հացի մենք պատասխանենք, որ թույլ չտանք նման բան տեղի ունենա։ Օրինակ տեսեք այս ընտրությունների գլխավոր առանձնահատկություններից մեկը որն է, համատարած վախերը։ Մարդկանց համատարած վախեցնում են։ Եթե օրինակ սա ոչ այլ ինչ է, քան տեսեք ինքը անցած ասում է նախքին, չէ, եւ այդ թեմաները շատ իրան գրգռում են, ինքը իրան ոգևորում է, ոգեշնչում է ինքն իրան, չէ։ Բայց ինքը նախկինության այդ իր ասացի մեջ ճպճպում է ուղղակի։ Այսինքն ինչ որ եղել է նախկինում, եթե ընտրակաշարք է եղել, գումարով ես ինքս որպես մարդու իրավունքների պաշտպան շատ եմ ընտրությունների սխալներ վերհանել, քննադատել, խնդիրներ եմ նշել եւ այլն,
եւ շատ եմ ընտրությունների մեջով անցել։ Այն հիմա ես ինչ տեսնում եմ, նույնը ավելի այլասերված ձևով։ Այսինքն օրինակ փոխվել ռետորաբանությունը դուք կտեսեք ուղղակի ես ասեմ Պան Թաթոյան Փաշինյանը սկզբում այո սրտիկներով սկսեց քարոզարշավը խոսեց իր ձեռքբերումներից խաղաղությունից եւ նրան իսկապես մոտենում էին հավաքիները շնորհակալություն հայտնում դրա համար ինչու այս օրերին փոխվեց այդ ռետորաբանությունը նրա մրցակիցները ասում են որ գուցե Փաշինյանը զգում է որ քարոզարշավի ընթացքում զգում է որ չունի նույն աջակցությունը շնորհակալություն դրանից է կամ գուցե նա բորբոքվել է դիմախոսների այն մեղադրանքներից որ 300,000 ադրբեջանցի է բերելու սիվիկն է տալու եւ այլն այդ մեջբերումներ արեցի ուզում եմ ձեզ հարցնել ինչով եք բացատրում այդ ռետորաբանության փոփոխությունը հեղափոխության օրերի լեքսիկոնը ինչու դա վերջնի որ Փաշինյանը հրաժարվեց խաղաղության սրտիկների էությունից նախ դա նրա այսպես ցույց է տալիս իրական էությունը իրական է այո նախ վստահություն նախ ասեմ մի բան սա նրա իրական էությունն է նորից ուզում եմ հատուկ արձանագրել նա այսպիսի մարդ է այսպես է մտածում գիտեք այսպիսի խոսք կա ասում են մարդու բնավորությունը մարդու ճակատագիրն է որոշում եւ նա ակնհայտ է որ այդպիսի մարդ է ինքը ատելություն տարածող անձնիշխանության շուրջ կենտրոնացող եւ այլն ակնհայտ է որ նրա վստահության ցուցանիշը օրինակ երբ համատում է 2018-ի հետ շեշտակիորեն իջել է համեմատած 21-ի ու 26-ի նորից էլի իջել է եւ ակնհայտ է որ նա իրավիճակը փրկելու խնդիր ունի հիմա դրա համար էլ ամբողջությամբ կենտրոնացել է ատելության վրա տեսեք նա իսկում է այսպես ինչ է անում նրա ելքը որն է ստեղծել պատրանք որ ընտրություն չունի հայ ժողովուրդը կամ նախկիններ օրինակ չես նրա ձևակերպման կամ հիմա ինքը ներկա ինչի է կենտրոնացած հիմա նորից այդ խնդիրների վրա ինքը 21-ին էլ վամպիրի պես քաշում է ամբողջը այն ժամանակներում տեղի ունեցած խնդիրներից սխալներից հիմա նաև եւս մի բան ավելացել չգիտեմ Ռուսաստանի ուժեր Բելարուս Եվրոպա մոռանալով որ ինքը թուրքական ադրբեջանական ու թուրքական իշխանության հատկապես ադրբեջանական պաշտպանության ներքո է բացահայտ այնտեղից է ամեն օր եւ սրանով նա ցույց է տալիս փորձում է կոչնել որ իրեն դիրքավորել որպես Եվրոպայի տեխնացու որպես ժողովրդավարության պաշտպան իրականում նրա պաշտպանությունը երաշխավորությունը գալիս է Ադրբեջանից ազգային ժողովի նախագահը չէ որ սիրում է մարդկանց վրա թքել ինչա ասում մեր երաշխավորը Հայաստանի երաշխավորը իսկ ինքը նկատի ունի ինձ անձամբ Ադրբեջանն է հրատեսեք ինչ են ասում եւ ակնհայտ է որ նրանք այս իրավիճակը փրկելու ամենձև փորձեր են անում դրա համար է որ այս ատելությունը կա անհանդուրժողականությունը պարակտում է որտեղ նրանք սնվում են այդ ամենից հիմա մեր խնդիրը որն է մենք ինչ ենք ասում մեր ժողովրդին որ այս ամենի վերջը մենք պետք է տանք նման վիճակը տանում է մեզ մեր երկրում ել ավելի է խորացնում խնդիրները եւ մեկ էլ մի բան էլ ասեմ մենք պետք է բոլորով այս հարցերը մեր լուծենք որ չլինի անպատժելիություն այսօր ներեցեք մի բան ասեմ դες կամայականությունը ինչքան շատ է նրա քայլերում ես եմ ում մեկին աշխատանքից ազատում են Թանգարան ինստիտուտի տնօրենի ցեղասպանություն ես եմ ասել դիմում գրի դպրոցի տնօրեններ ես եմ ասել դիմում գրի աշխատողներ ես եմ ասել քրեական գործեր ինքն է ցուցում տալիս որ հարուցել ինքը դատախազ է ինքը քննիչ է օպերլիազոր է տեսեք սա է իրական զրայությունը դրա համար մենք պետք է բոլորով այնպես անենք որ մեր երկիրը այս վիճակից հանենք այս պատմական ընտրությունները դրա համար են կամ դուք համաձայն եք որ Փաշինյանը այս վերջին օրերին հատկապես երեք ինքը ամենալավ դեպքից որ շատ տարեմիջան արժեքներ ու ինքը նախկին է ու ամենալավը հերքեց որ ինքը այն նախկինների ամենանախկինն է ուղղակի նախկին է ինքը հաստատ է հա հաստատեց այո հաստատեց որ ինքը նախկին է եւ ինքը իր պահվածքով ցույց է տալիս որ այդ սրտիկներն ու պաչիկները կեղծիք են որ կապ չունեն իրականում ժողովրդի նկատմամբ սիրո հետ որ ինքը մարդկանց նկատմամբ մարդկանց նայում է որպես գործիքներ եւ նորից էլի մեր ժողովրդի համար մեր մարդիկ այլախոհություն չի հանդուրժում ընդհանրապես մեզ կարևորը հետևյալը այս ամենը տեսնելով մենք պետք է վերջ տանք բոլորով անպատժելիությանը կամայականությանը որ այսքան տարի նաև եղել է մարդկանց հետ կարող են խոսալ թիկնապահների ներկայությամբ ով ասես ու մնա անպատիժ հիմա էլ բարձրագույն մակարդակով երկրի ղեկավարն է անում տեսեք այս է որ մենք պետք է կառուցենք իրավունքի պետություն այսինքն
որ որևէ պաշտոնյա կամայականություն չկարողանա թույլ տալ, որ վերաբերմունքը քաղաքացու նկատմամբ որ ծառայի մեր ժողովրդին, մեր ժողովուրդը տեսնում եք ինչ է ուզում։ Ասում են մարդ, որ մտածում է ժողովրդի մասին, որ չի խաբի, որ ժողովրդի հաշվին չի հարստանա, որ հանուն իրա չի անի, իսկ այսօր պաշտոնյաները ամբողջությամբ դրա մեջ են, չէ՞։ Շնորհակալ եմ, պարոն Պատմյան։